Ոչ ընկերներ, կրկին ձեր ուշադրությունը գրավում եմ այս կարևոր հարցով, որը վերաբերվում է Հայաստանում արկա բացասական չափազանց տհաճ երևույթի, հենց հայաստանցիների բնորոշ։ Ոչ, սա հյուրընկալություն չէ։ Հյուրընկալես եղիր այդպիսին այն արտասահմանցի օտարերկրորների նկատմամբ, որոնք քո տխմար պատկերացումով, քո, ինչպես ասեմ, ոչ մաքուր, ես կասեի դևերով լի աչքում, քո սահմանափակ վատ իմաստով տգետ պատկերացմամբ, քեզի կթվան, չգիտեմ, քեզանից ավելի անապահով, Հայաստանից ավելի վատ անապահով երկրների քաղաքացիներ կամ ստատուսով, դա իմ մոտ չէ նման հասկացողություն, այլ նրանց մոտ ու մասին հիմա խոսում եմ, նման գրադացիա ստատուսով ավելի ցածր, դա ենթադրում է, որ նրանց համար գոյություն ունի նաև ստատուսով իրենցից բարձր, հասկանում եք։ Իդեպ ես դեռ նախադասությունը չեմ ավարտել, բայց մի փոքր շեղվեմ, քանի որ այս ըստ էության սատանությունը Հայաստանցուն ստորացնելը ներմուծել է Հայաստան ԱՄՆ-ն ԱՄՆ-ի դեսպանատունը իզուր չի էլ այդքան անպատում եմ, արա հավատացեք զանգահարում եմ, այնքան վերջի քփուր այնքան եմ անպատվել դրանց վրա ու մի օր չէ, մի ամիս չէ, որ դրանց հեռախոսն էլ անգամ պարալիզացրել է, արդեն չի վերցնում, որ առաջի բանը ինչ ես կանեմ, որ հանկարծ այս պայն նստեմ վարչապետի աթոռին, ԱՄՆ-ի դեսպանին վերցնելու եմ, բառից բուն իմաստով սուզելու եմ աղբով լի աղբամանի մեջ, ծեծի եմ ենթարկելու հենց այդ աղբամանի մեջ, ես չէ, կամ հենց եսը, և դրա գլխին հարվածելով, դրան ասելու են անգլերեն, որ ոչ միայն Հայաստանում գտնվել է քո ամերիկացու, ԱՄՆ-ի քաղաքացու համար, այլ Հայաստանում այս զիբլով արկա աղբամանի մեջ գտնվելը քո համար մեծ պրիվիլեջ է, թքելու եմ երեսին, և այդ նույն բանը կրկնվելու է, մի քանի անգամ, կամերաների տակ, որ դա քո համար որպես ԱՄՆ-ի քաղաքացի մեծ արտոնություն է, պրիվիլեգիա, հետո թքելու են այնքան դրա երեսին, ոչ միայն դեսպանին, ուրիշ աշխատակից, այսպես ասած կան, դրանից հետո մեկ շաբաթով ուղարկելու են բանտախցիկ, որտեղ սովի մեջ պահվեն, հետո հետ են բերելու աղբամանի մեջ, զղտվեք, եթե քաղցել եք, հետո սենց ասֆալտով, լղոզելով Երևանից քաշելու են դրանց տանեն մինչև Զվարթնոց օդանավակայան, դեպոտ, ընդհանրապես ես չեմ երդվում, բայց ինչով երդվում եմ, որ հավատակ, սենց կանեմ, իդեպ մի անգամ էլ նշեմ, երբ որ ես այդքան զանգել եմ, անպատվել եմ, ներկայանալով, ամեն ձևով, բամում, ինձ ինչ-որ մի բան հարկավոր է դրանցից, ինչ-որ անձնական, ոչ, արա ես տեսնում եմ, դրանք ինչեր են անում եկել են, Հայաստանի և հայաստանցիների հետ, հիմա վերադառնում եմ թեմային, այսինքն, հյուրընկալ եղիր, չգիտեմ, Բանգլադեշի քաղաքացիների նկատմամբ, որոնք գտնվում են Հայաստանում, չգիտեմ, հնդկացիների, պակիստանցիների, չգիտեմ, աֆրիկական երկրների, արաբական երկրների, մանավանդ որ այդ երկրների քաղաքացիները այդ երկրներում, Եգիպտոսում և այլն, շատ լավ են հայերին ընդունում, ուրեմն կան Երևան ժամանած նաև այդ նշած երկրների քաղաքացիների հոլովակներ, որտեղ ոչ մի հայաստանցի բացի ինձանից, քանի որ ես արդար եմ, դրանց չի ողջունում եւ այլն, բայց ոչ թե դու լինես ոնց որ հիմա, շատ է, դրա համար եմ ասում, սա չափազանց տհաճ չափերը անցած տհաճությամբ քանակով երևույթ է, ոչ թե այն երկրների քաղաքացիների նկատմամբ, որտեղ հայաստանցիներին ստորացնում են եւ քշում են հայաստանցիներից, դուք հասկանում եք, ռուս, ուկրաինա, բելարուս նույն քաքն են տարբեր քաքամաններում, որովհետեւ սա արդեն հյուրընկալություն չի, սա անազգամություն է, անազգամությունը գիտեք, չի ինչ է, ծայրահեղ անպատիվություն, ինչ ես ռուսին ողջունում, այ գեղցի անազգամ, անգամ եթե քաղաքում ես բնակվում, հա հետո ցես երևույթ, ինչ ես գրում, մի հերիք չի ռուսերեն անգրագետ, մի բառի մեջ 3 հատ տառացախալ, 3-4 հատ տառացախալներ, հələ գրում մի,
որպես կանոն, как правило, ես գրում եմ не մыкай։ Այ անազգան բութ տահաս ղաղբա։ Ինչես ոտնձգել, ուրիշի անունից ո՞նց ես հաճում։ Քեզանից մեկ այլ քաղաքացու, քեզանից շնորհքով 1000 անգամ եւ միաժամանակ համեստ։ Քաղաքացու անվան վրա ո՞նց ես հանդգնել, ոտնձգել, այ 0-ից հանած 0։ Այ գեղցի անազգամ հայվան։ Հələ գրում է հայրի, մենք հայրը։ Հայրի անվան վրա դու շատ կարող ես հաճալ քո անձնական անազգան կիսամարտակել չէ, կիսամարտակ անունից անգամ դու քո ձեր բակի շան անունից չես կարող հաճալ, քանի որ եթե ձեր բակի շունը գնա ուրիշ բակեր եւ վրեր հաճան եւ լարել են բակի շները, նայել այդ շներին հաճոցով կլարի իր բակի, դու անգամ այդ շան անունից չես կարող հաճալ, այ ժեղ, անազգամ ժեղ, ստեղ ես ստեղին ի տարբերություն, դու բոլորին ովքեր օգտագործում են այդ հասկացողությունը բառը ժեղ, տեղին գործածեցի, արա որովհետեւ բոլորը ումից ես լսել եմ այդ, հենց իրենք են իրենցից ժեղ ներկայացնում։ Ում տեսեք, սա արդեն որ 1000-րդ անգամ է, ես չգիտեմ։ Մի հատ հերթական խոզը այլ կերպ ես նրանց չեմ անվանում, ամենուր, սոսկայքերում եւ այլն, մեկնաբանություններում։ Ռուսը ժամանել է Հայաստան, իրան սելֆի է անում Արարատսարի ետնապատկերի վրա եւ անազգամ տեղական ապրանքը մտել է ողջունում է դրան։ Ինչ ես ողջունում։ Դու հերու չետակ կոնկրետ հենց այդ ռուս խոզը, կոնկրետ այդ խոզառուսը, դու որ գնաց Ռուսաստան, երբևիցե նույնը քեզ կասի, թե ասեմ ինչ էր կասի, բայց ախր մենակ սա չէ, ես դրանց Հայաստան ժամանած խոզառուսների, ոչ բարեհամբույր, երբեմն տո ոնց ուզեմ, այնինչ իրենք են հայրի հասցրի, դրանց ռեխտերը, լավ եմ անում, Եվ մեկ էլ հանկարծ անազգամ տեղական ժեխա արտադրանքը ռուսին պաշտպանում հարցակվում իմ վրա։ Գլուխդ կջարդեն ողոր մելի։ Խոսքը դրա մասին չէ, որ իրեն ծանոթ ընկեր ազգական ոչ, անծանոթ։ Հետո սենց մի բան կրկնեմ այն, ինչ ասել եմ նախորդ հոլովակներից մեկում։ Մի հատ օրինակ բերեք, որ ռուսը հայ դրսում աշխատանք է տրամադրել։ Արա իսկ Երևանում այդ փախած ռուսներից մեկը ես եմ ինչ պրոֆիլի նախրեն լիկամունի նուշներ, ոչ ոքի պետք չի։ Հա, ուրեմն գնացել էր Երևանում ինչ-որ արեստանոց, չգիտեմ ինչից սպասարկման սրա, արդեն մոռացել եմ կարևորը չէ։ Բռնել է սրա, перепрофилировать, վերամասնագիտացրել, թե ոնց ասեմ։ Սովորացրել էին աշխատանք է տվել, չէիք տենց արել, արա, խոզառսի։ Արա ռուսը դաժե այս բոլոր եվրոպական երկրներում գտնվելով է փախած ռուսը, միգրանտը։ Կան այդպես բլոգերներ կան, մեկը Անգլիայում է, մյուսը Գերմանիայում։ Մաթան բլոգ են, այդ բլոգ են վարում, այնքան եմ անպատվում։ Դա Հայաստանի հետ կապ չունեց։ Հենց այս միգրանտ բառը ինքը բողոքում է ես դրանց դու պատկերացնում եք ղախպա խոզա բալեն ռուսը միգրանտ լինելու բողոքում է ղախպի ծնունդը։ Ինչե Կովկասիներ ասում է։ Այնքան եմ անպատվում ստորացում։ Արա անգամ այդ ռուսա խոզները, որոնք Երևանում են գտնվում այդ Պուտինից փախած միգրանտները։ Գտնվելով Երևան բողոքում ասում են, ինչ են այսքան հնդիկներ։ Այդ ղախպից բայց խոզի բալեք, բա դուք ինչ եք այդ կանը եկե։ Ինչ են այսքան պարսիկներ Երևան։ Դրանց Երևանում ռեխները կծխի ես դրան։ Լավ, ես ավարտում եմ։ Սա արդեն այլ թեմա է ռուսա խոզերը, որոնց իդեպ քաշում են արա ստեղից։ Արդեն ես սիկտիր չես, որտեղ ես հիմա գտնվում եմ, անգամ ստեից են քաշում։ Արա տարիներով չէ, տասնամյակներով մնում են, խոսք լինել չի կարող որ անձնագիր ստանա տեղացու, արա։ Նիկոլ, ես քո ռեխը ծխեմ մի հատ թե մեկի անձնագիր, ռուսի էությունը քոքով կտրել է պետ դրանց Հայաստանից։ Դա մի թեմա է, քաղաքականությունը քիչ այլ թեմա է, եւ այսօրվա թեման է անազգամ հայաստանցիների մի ահռելի բանակ։